Հունիսի 29-ը անհայտ ճակատագրով ազատամարտիկի հիշատակի օրն է։ Հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում հազարավոր ազատամարտիկներ ու խաղաղ բնակիչներ հայտնվեցին ադրբեջանական գերության մեջ, որոնց ճակատագրերը մինչ օրս անորոշ են մնացել։ Այն ճակատագրով զինվորի օրը հիշեցին նաև Կապանում։ Ազատամարտ կոմիտեի նախաձեռնությամբ նախ ազատամարտիկների հարազատները, նրանց մարտական ընկերներն ու քաղաքացիները Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում անհետ կորած բոլոր տղաների համար աղոթ քղեցին։ Եղան բազում հայրենիներ, ովքեր անհայտ կերպով կորան եւ նրանցից որևէ տեղեկություններ մինչ այսօր չկա։ Ինչպես ժողովուրդն էր ասում, մի լուր, մի խաբար չունենք նրանցից։ Եվ շատ մայրեր, շատ քույրեր, շատ կանայք մինչև օրս էլ սպասում են իրենց որդիների վերադարձին։ Այնուամենայնիվ չենք ցանկանում, որպեսզի որևէ ժողովուրդ այսօր առնչվի նման իրողության հետ եւ որպես փոքր ժողովուրդ եւ հայ ժողովուրդ մենք էլ աղոթում ենք առ Աստված, որպեսզի Աստված պահի պահպանի մեր ժողովրդին իր ամենազոր աչքի հովանու ներքո, որպեսզի երբեք որևէ կերպով պատերազմի հետ չառնչվենք եւ նման առիթներով չհավաքվենք։ Ողջ լինեք, առողջ լինեք։ Թող արդարների հիշատակ ողջությամբ։ Այնուհետև Բաղաբուրջի հուշամալիրում տեղադրված անհայտ ճակատագրով զինվորի խաչքարի առջև ծաղիկներ խոնարհելուց հետո Տեր Վահան Քահանա Հեբոյանը կատարեց հոգեհանգստի արարողություն։ Գթատերի հոգիս մեր ննջեցելոց և իշյազգինն արյան։ Ամեն տարի այստեղ են գալիս, հիշում էր ընկերներին ու հույսով սպասում, որ մի օր տուն կվերադառնան, նշեց ազատամարտ կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը։ 10 տարուց ավել է նշում ենք, 10 տարուց ավել է միշտ էլ դժվարացել ենք խոսալ այս հարցի շուրջ, քանի որ ճակատագիրը անհայտ արդեն իսկ իր խոսքը ասում է, ինչևէ մենք ուզում ենք, որ գա տենց մի օր, որ լսենք, որ որևէ մեկը հետ է վերադարձել իր ընտանիքը եւ մեզ համար նաեւ շատ ողջունելի կլինի։ Մենք բոլորս նաեւ մեր մարտական ընկերներով սպասում ենք նրանց վերադարձին։ Հունիսի 29-ը որպես անհետ կորած ազատամարտիկի օր նշում են 2001 թվականից։ Օրը ընտրվել է հունիսի 29-ին, քանի որ ամենաշատ թվով տղաներ կորան 1992 թվականի այս օրը, երբ Մարտակերտի շրջանում հայկական վաշտի թվով 79 տղաներ ընկան շրջափակման մեջ։ Անհայտ ճակատագիր ունեցան նաև ռազմի դաշտ մեկնած կապանցի թվով 18 ազատամարտիկներ, որոնց հարազատները մինչ օրս սպասում են նրանց վերադարձին։ Աղքատին ողորմություն տվողը փող է տալիս Աստծուն, եւ ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան։ Ըստ Աստվածաշնչի այս է մատաղի բովանդակությունը։ Անցած շաբաթ օրը Քաջարանի բժշկական կենտրոնում մատաղի արարողություն էր, որին մասնակցում էին տեղական իշխանությունն ու քաջարանցիներ։ Մտահղացումը եղել է ընդհանուր եւ քաղաքապետի եւ մարզպետի կողմից, որ այս ամբողջը փաստորեն մենք հասանք նրա, որ այդ ամեն ինչը այսօրվա դրությամբ վերացվեց, հերկվեց եւ նաեւ նոր մասնագետների ներկայությունն այսօրվա օրով եւ վիրաբուժի եւ անեստեզոլոգի, որոնք որ այսօր մենք հրավիրել ենք այսօր աշխատանքի եւ նաեւ Քաջարանի կոմբինատի կողմից, ու այսօր ուզում ենք ոնց որ նոր մի հատ բան տանք, այս հիվանդանոցին թափ տանք, այսպես եւ ժողովուրդը իմանա, որ իրոք սա ստեղծված է իրանց համար։ Մեր սրտով անցել է, որ նաև մատաղ բաժանենք։ Մատաղը հիմնականում, ինչպես գիտեք, վերջին շրջանում Քաջարանի հիվանդանոցի անունը մեծ հնչեղություն ստացավ, վատ իմաստով իհարկե, որը նաև հերկվեց Փառք Աստծո այսօր կոլեկտիվի կողմից, նաև Սյունիքի մարզպետի կողմից այդ վերաբերմունքի արդյունքում արդեն իսկ ճիք են դարել այդ վատ լուրերը, բայց նաև մատաղը մենք նվիրում ենք հեպատիտ C հիվանդությամբ, այսպես ասած վարակվածներին եւ ընդհանրապես բոլոր հիվանդներին, ովքեր այսուհետ կայցել են եւ
Միայն մատաղ անենք Աստծուն եւ աղերսենք Աստծուց, որ բոլորին տա առողջություն։ Այստեղից դուրս գրված յուրաքանչյուր հիվանդի։ Երբ բոլորն արդեն հավաքվել էին եւ մատաղացուն էլ պատրաստ էր, քաջարանի հոգեվոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը սկսեց ծիսակատարությունը։ Այսօր բոլորիս համար տոնական օր է, որովհետև նախ մենք ազգովի նշում ենք մեր թագավորական մի ընտանիքի հիշատակի օրը։ Տրդատ թագավորի եւ Աշխեն թագուհու տոնն է այսօր։ Այս գեղեցիկ հիանալի օրվա առիթով ունենք մի շատ հիանալի եւս միջոցառում, որով պիտի օրհնված լինի այս հաստատությունը, որի ներքո ենք մենք այսօր գտնվում։ Ցանկացած շինություն, տուն լինի, բնակարան, որևէ հաստատություն, տարին օրհնվում է երկու անգամ։ Մեկ Սուրբ Ծննդյան տոներին, մեկ Սուրբ Հարության տոներին։ Իմաստն ու նշանակությունը Քրիստոսի ծննդյան եւ հարության բարի լուրը տվյալ հաստատությունից ներս բերելն է։ Շատ կարևոր է Աստծո օրհնությունը ստանալը եւ ոչ միայն անձնապես, այլև այն բնակարանը, այն կառույցն ու հաստատությունը, որտեղ բնակվում կամ աշխատում է տվյալ անձը։ Ուստի եւ յուրաքանչյուր տարվա մեջ օրհնություն անել որևէ հաստատության կամ բնակարանի շատ անհրաժեշտ է։ Եվ բացի այս երկու օրերից օրհնություններ կատարվում է նաև երբ որ նորոգում են, վերանորոգում։ Եվ նաև կատարվում է օրհնություն այն ժամանակ, երբ անհանգստություն է լինում որևէ օջախում, որևէ հաստատության մեջ կամ կառույցում։ Եվ այսօր մենք միասնաբար պիտի աղոթենք, որ Աստված իր ներկայությամբ այս հաստատությունից ներս մնա։ Աղոթենք, որ այս տարածաշրջանի ժողովուրդը միայն ու միայն այստեղից ժպտերես դուրս գա։ Բժշկված ոչ միայն մարմնապես, այլև հոգեպես։ Օրնեսի և սրբեսի, հացս, աղս, ջուրս, հաստատությունս, այս նշանավ, Սուրբ խաչևս և Սուրբ ավետարանավս, և ավոր շնորհև անվամ, օր և որդվո և որդվույն սրբով, այժմ և միշտ և ավիտյան սավիտենից, ամեն, ալելույա, ալելույա, ալելույա։ Ճաշակողներին կխնդրեմ, թող աղոթքով ճաշակեն ու իրենց սրտերում, իրենց շուրթերից հնչեցնեն թող ընդունելի լինի։ Ընդունելի թող լինի, այսպես են պատասխանում մատաղ բաժանողին։ Այս արտահայտությունից հետո էր, որ հոգևոր հայրը վերցրեց օրհնված ջուրն ու դրանով օրհնեց հիվանդանոցի բոլոր բաժանմունքները, սկսած վիրահատարաններից մինչև հիվանդասենյակներ։ Ամեն։ Մատաղի կարգը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դեռևս 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո։ Ըստ նրա մատաղ նշանակում է մատուցել աղ։ Մատաղը նախ ընծա է Աստծուն, երկրորդ փրկության հույս, երրորդ աղքատասիրություն է եւ ողորմություն, եւ չորրորդ ննջեցյալների հիշատակ, ինչպես նաեւ մեր երախտագիտությունն է Աստծուն, հիվանդությունից ու փորձությունից ազատելու համար։ Կազմակերպիչները համոզված են, որ այս արարողությունն անհրաժեշտ էր։ Իդեպ բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Դավթյանի խոսքով հեպատիտ C-ով վարակվածների առողջական վիճակն արդեն բավարար է, իսկ հիվանդանոցն աշխատում է, ավելին համալրվել են նոր մասնագետներով։ Քաջարանի կոմբինատը ֆինանսավորել է իրանց բոլոր այդ ծախսերը եւ վերջի տվյալները, որոնք որ այսօր մենք արել ենք, մոտավորապես 46 հոգի նորից մենք անալիզները տրվել է, բոլորը մաքուր է եկել։ Ունեցել ենք լավագույն ղեկավարներ, բժիշկներ, այսօր էլ պատրաստական մարդիկ են եւ
գլխավոր բժիշկը պարոն Դավթյանը, նորանշանակ մեր գլխավոր բժիշկը, նաև ունենք արդեն իսկ բժիշկ մասնագետներ դրսից հրավիրված, անեսթեզիոլոգը արդեն 3-4 ամիս է աշխատում է, ունենք հմուտ փորձառու վիրաբույժ, որը արդեն իսկ վիրահատություններ պլանային եւ ոչ պլանային, նաև էքստրեմալ վիճակներում արդեն պատրաստ է հիվանդանոցը, իսկ նաև թերապևտ բուժման համար նաև կան համապատասխան մասնագետներ, լավագույն մասնագետներ, այսինքն հիվանդանոցը այսօր ամբողջովին աշխատում է իր հնարավորությունների շրջանակներից մի բան էլ ավել այսօր ծառայում է մեր բնակչությանը։ Բուժհաստատությունների աշխատանքում նմանատիպ արարողություն հաճախ չի լինում, իսկ եթե որոշել են ու կազմակերպել այն, թող ընդունելի լինի։ Հայաստանի Հանրապետության նախագահի սահմանած լավագույն մարզական ընտանիք տիտղոսի համար հայտարարված մրցույթի մարզային փուլը տեղի ունեցավ հունիսի 28-ին Քաջարան քաղաքում։ Այն անցկացվեց 6 մարզաձևից 38 ընտանիքի միջև։ Մասնակիցներին ողջունելու էին եկել Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, հոգևոր հովիվ Տեր Շիրակ Քահանախանոյանը, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր։ Ուրախալի է առավել քան որ Սյունիքը իր բարձր գագաթնակետին գտնվելով մարզային առումով եւս առաջատար է եւ այսչափ ընտանիքներ գնահատում են սպորտը եւ առողջ կյանքը ընտանիք հանած։ Ուրախալի է այն փաստը, որ մենք բոլորս միասնաբար կարողանում ենք հավաքվել եւ միասնաբար կազմակերպել մի ընթացք, որ յուրաքանչյուր հայ մարդու համար անհրաժեշտություն է։ Ուզում եմ շնորհավորել նախ այսօր ձեզ բոլորին, սիրելի մասնակիցներ մարզային փուլի, որ գտնվում եք այստեղ եւ եկել եք ձեր ներկայությամբ, ձեր վարպետությամբ, ձեր հնարամտությամբ ու սպորտային կարողություններով հիացնելու, ինչու՞ չէ նաև զարմացնելու մեզ բոլորիս։ Մասնավորաբար վստահ ենք, որ դուք այսօր պիտի ցուցաբերեք շատ բարձր ցուցանիշներ եւ մեկ ընդմիշտ փաստեք, որ այո Սյունեցի հզոր է իր լեռների պես, առողջ է եւ կանգուն է, ինչպես իր լեռները։ Մաղթում եմ բոլորիդ այ մեր ընտանիքների քաջարողություն, հարատև երջանկություն, կարծում եմ այսօրը ձեր յուրաքանչյուրի կյանքում կլինի հիշարժան եւ նաեւ կարծում եմ պետք է ունենալ ուժեղ հոգի, նաեւ ուժեղ հոգի նման միջոցառումների մասնակցելու համար։ Այստեղ ամրապնդվում է ընտանիքը, այստեղ կայանում է սերունդը։ Սա միակ միջոցառումն է մեր հանրապետությունում սպորտային, որը կրում է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ անվանումը։ 12-րդ տարին է ինչ կազմակերպվում է այս միջոցառումը եւ տարեստարի ընտանիքները ավելանում են, տարեստարի մենք կարողանում ենք ընդլայնել մեր սահմանները եւ ինձ համար նույնպես հաճելի է այսօր Քաջարան քաղաքում տեսնել այսքան ընտանիքներ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել, հաղթել եւ արժանանալ Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին։ Ես ուզում եմ ձեր բոլորի անունից մեր խորին շնորհակալությունը հայտնել Քաջարանի քաղաքապետարանին, հանձինս պարոն Գևորգյանին այս գեղեցիկ առիթը ստեղծելու համար։ Մարզային փուլին մասնակցում էին այն ընտանիքները, որոնք մրցույթի համայնքային փուլում որոշակի հաջողություններ էին արձանագրել։ Մասնակիցների մեծ մասն արդեն փորձ ուներ, կային նաև նոր ընտանիքներ։ Շատ հաճելի է ցանկանալ, որ ամեն տարի մասնակցենք այս մրցմանը մարզչական ընտանիք, դա կապ չունի, կգրավենք առաջի տեղ, երկրորդ, երրորդ, սա կարևոր մասնակցում ենք մեր երեխաների համար, որպեսզի մեր երեխաները մեծանան շատ լավ, առողջ, պիտանի լինում մեր հայրենիքին։ Երկրորդ տարի մասնակցում, անցյալ տարի գրավել եմ երկրորդ տեղը, Քաջարանը հեսա գրավեցի առաջի տեղը, նա մասնակցում է մարզային փուլին։ Տեղ գրավելու դեպքում առաջ երկրորդ երրորդ տեղը գրավելու դեպքում ինձ թվում է թե հաջողությունը կժտակ կգնանք Սախտացիր։
Ինչևէ առաջնությունն ընթացավ լարված պայքարում, բոլոր ընտանիքներն էլ պայքարում էին հանրապետական փուլի ուղեգրի համար։ Արդյունքում 4 տարիքային խմբերի առաջին, երկրորդ եւ երրորդ տեղ զբաղեցրած ընտանիքները օգոստոսին կմասնակցեն Ծաղկաձորում կայանալիք հանրապետական փուլին։ Իդեպ այս տարի մրցանակային տեղ զբաղեցրած թիմերը Կապանից էին եւ Սիսիանից։